Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ արդեն երրորդ հանդիպմանն ենք այս խաղային օրվա հետևում Ռեալ Մադրիդ Ատլետիկոսը քառորդ եզրափակիչի հերթական դիմակայությունն է, քիչ առաջ առաջին դիմակայությունը առաջին խաղը կայացավ եւ հիմա արդեն երկրորդն է աչանկյան սա առաջին խաղն է մյուս զույգի հանդիպումը դեռ տեղի չի ունեցել, որտեղ մրցելու է Նյուքասլն ու Վենեցիան Առայժմ չենք հասցրել դիտել այս խաղից ամեն դեպքում հիմա արդեն կարող ենք շարունակել հետևել Պողոսյանն է ձախ եզրում Ատլետիկո Ռեալ Մադրիդ շատ հետաքրքիր է այս խաղը ստացվելու անկասկած հայտարարություններից առայժմ Ռեալինն է մեին հասանելի Սևակ Գալստյանը պաշտպանում է թիմի դարպասը համար 13 Լևոն Թոպալ-Քարաջյան համար 10 Դիմիտրի Լուկյանչիկ 2 Տիգրան Մխիթարյան 22 Վովա Պողոսյան համար 3 Արթուր Ղարիբյան համար 4 դա թիմի ավակն է Էդգար Բարսեղյան 5 Տիգրան Շեկոյան համար 6 Դավիթ Թմոյան 8 Ալեքս Ռուբենյան 9 եւ Գրիգոր Պետրոսյան համար 99 Քեյան հետևեց փոխանցում դեպի Ակուլյանը վերջինս կրունկով թողեց գնդակը նորից Քեյանին Ատլետիկոն Մոնակոյին կարողացավ հաղթել դիմակայության առաջին խաղում 4-1 հաշվով եւ երկրորդ խաղը ավարտվեց 4-4 հաշվով գերգոլառատ ոչ ոքի բայց բնականաբար ընդհանուր արդեն դիմակայության հաշվով տարբերությունը ակնհայտ մեծ էր Ռեալը առաջին խաղում լավ հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ 5-1 հաշվով, հետո պարտվեց 0-3, բայց Այնտրախտի մասին է խոսքը, բայց բնականաբար մեկ գնդակի առավելությունը թույլ տվեց Ռեալին հաջորդ փուլը անցնել։ Գալստյան հասցրեց այստեղ փոխանցել, հասցրեց հակառակ դեպքում սխալի հեղինակ կլիներ, քանի որ Ազիզյանն արդեն պատրաստ էր գոլով ավարտել այս դրվագը, բնականաբար կօգտվեր այսպիսի սխալից, բայց Գալստյանը այնպես արեց, որ սխալ չլինի։ Ակուլյան պայել է գնդակ իր մոտ եւ դա որպես այդպեսին որևէ սխալ չէր ամեն դեպքում հավասարակշռության հետ էր կապված խնդիրը ոչ թե որևէ սխալ փոխանցման կամ պրեսինգով գնդակ խլելու Գևորգյան պայել է դաշտի միջին գոտում գնդակը փոխանցում է տվեց դեպի Ազիզյանը Ակուլյան գնդակն ուղարկեց առաջ Եվ դեպի աչիեզր ներողություն փոխանցումը Մխիթարյանը փորձեց հասնել գնդակին, բայց ամեն դեպքում չի ստացվում եզրային նետում կլինի։ Հետևեց փոխանցում առաջ Ակուլյանը փորձեց պայել գնդակը, բայց Ռեալի ֆուտբոլիստներն են հաջող խլում կատարում Շեկոյան Օթային փոխանցում այստեղ առաջ եւ Ժորա Գևորգյանը գտիրի գնդակին դեպի Գասպարյանն է փոխանցում կատարում Պետրոսյանը գնացել է պրեսինգի, բայց այստեղ Ատլետիկոն չի սխալվում Դունամալյան պայել է գնդակը սեփական կիսադաշտում պայել է իր մոտ եւ աչիեզրում է փոխանցում դեպի Գևորգյանն այստեղ վերջինս եւս մեկ փոխանցում է կատարում արված Շեկոյանը այդ մղեց վտանգավոր պայր Ազիզյանի հարվածից հետո կարող էր բացվել այս հանդիպման հաշիվը Ազիզյանը իրականում երկրորդ շանսն է ստանում, առաջինը Գալստյանի այն դրվագն էր, որտեղ շատ մոտ էր հաջողությանը, հիմա արդեն այսպիսի արված է։ Տվեց օթային փոխանցում, Գալստյանը հեռացնում է գնդակը դեպի ձախ եզր, Սարգսյան թողեց գնդակը Քեյանին, փոխանցում դեպի Ժորա Գևորգյան, ով գլորում է գնդակն աչի եզր, Գևորգյան, Հրանտ Գևորգյան արդեն ֆուտբոլիստով ընդգրկվել էր խորհրդանշական հավաքականում Դեպի ձախ եզր փոխանցում, Դունամալյանը պայել է գնդակ իր մոտ, հետևեց ցածրից փոխանցում եւ արվածում է Ակուլյան, աչի եզր եկավ 1-0, Գևորգյանն այստեղ բացում է հաշիվը, աչի եզրից միացավ, այո խոսում են քիչ առաջ նրա խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու մասին եւ խնդրեմ այսպիսի արված ենք տեսնում, բաց թողեց Ռեալը, ամեն դեպքում այստեղ մի քանի ալիք ունեցավ այս գրոհը, գնդակը մնաց Տուգանային հրապարակում եւ խնդրեմ բացված է այս հանդիպման հաշիվը, տեսնենք ինչպես է արքայական ակումբը պատասխանելու մրցակցին։ Դեպի Ղարիբյանով պաշտպանության կենտրոնում է փորձի շարժվել առաջ, այս թիմերը մեկ անգամ հանդիպել էին լիգայի փուլում, այնտեղ Ատլետիկոն 2-1 հաշվով էր հաղթել, բայց այդ խաղում առաջինը Ռեալն էր աչքի ընկել, հիմա հակառակն է լինում։ Մխիթարյան աչի եզրում է
Պայել է գնդակ իր մոտ։ Գևորգյանի պրեսինգն աշխատեց Ակուլյան։ Հետևում է դեպի Աչիեզեր, ավելի փոխանցում Գևորգյան Ազիզյանի հետ խաղարկեց, բայց խլում են կատարում։ Ռեալի ֆուտբոլիստները եւ Պետրոսյանն է գնում առաջ, փորձեց թողնել գնդակը Ղարիբյանին, դեռ մնացել է գնդակով։ Եվ լավ փոխանցում կատարեց այստեղ, ներողություն, Ղարիբյանը լավ էլ առաջացավ, բայց ամեն դեպքում Ատլետիկոյի ֆուտբոլիստները նորից գնդակով են եւ դեպի ձախ եզր փոխանցում Սարգսյանն է այստեղ կշարունակի թիմի գրոհը Օթային փոխանցում դեպի Աչիեզեր Գևորգյանն այստեղ տիրում է գնդակին եւ Ակուլյան հետևեց արված այստեղ մի փոքր է շեղստացում իրականում վտանգավոր փորձ էր Գալստյանն է առաջ ուղարկում գնդակը, Դունամալյանը ընդհատեց, Ղարիբյանն է արդեն առաջ ուղարկում գնդակը, երևի թե այնտեղ որտեղ ի սկզբանը պետք է գնար եւ Գասպարյանն է այստեղ տիրում։ Գնդակին Ատլետիկոյի դարպասապահ եւ Աչիեզեր փոխանցեց Դունամալյան, բաց է թողնում գնդակը, ասավ Սարգսյանը ձախ եզրում, բայց շարունակել չստացվեց, եզրային նետում կլինի։ Ռեալի ֆուտբոլիստը խաղարկում գնդակը, Ղարիբյան Չեզրում թողեց գնդակը, ներողություն Շեյկոյանին, դեպի Պետրոսյանն այստեղ, բայց Ակուլյանն է, հաջող գնդակի խլում կատարում, մնաց գնդակով դեպի Դունամալյանը փոխանցում հետևեց այստեղ, վերջինս կենտրոնում է, Գևորգյան, պայել է գնդակը, Գևորգյանը այդ փոխանցում կատարեց Քեյանը, Աչիեզրում, բայց առաջ թողեց գնդակը, ամեն դեպքում մնաց գնդակով, Քեյանն այստեղ և հարված է կատարում փակեցին Ատլետիկոյի այս հարվածը Ռեալի պաշտպանները Պողոսյան դեպի Թոփալ Քարաջյանը Պետրոսյանը ձախ է ուղարկում գնդակը Թոփալ Քարաջյան մնացել է առայժմ գնդակով Դունամալյանից կա պրեսինգ եւ խաղաղտում արձանագրեց մրցավարն այստեղ ձախ եզրում ամեն դեպքում Կա մրցավարի սուլիչը կարելի է խաղարկել այս Տուգանային հետևեց փոխանցում անդրադարձ տեսանք պաշտպաններից եւ Ռեալը արդեն եզրից կնետի Օթային հերթական փոխանցումը, բայց այս մեկը արդեն առանց որևէ հպման ավարտվեց, առանց որևէ անդրադարձի եւ Ատլետիկոյի ֆուտբոլիստները կփորձեն գնալ առաջ Գևորգյան դեպի ձախ եզր փոխանցում Սարգսյան այստեղ տիրել է գնդակին եւ ուղարկեց դեպի Դունամալյանը Վերջինս պայել է գնդակի իր մոտ պատխաղարկում Դունամալյան հետևեց հարված անդրադարձ տեսանք եւ գալիս է գնդակը ձախ եզր Սարգսյանը հետ է փոխանցում կատարում Ժորա Գևորգյան դեպի Ակուլյանը Միջին գոտի, այստեղից ձախ եզր փորձեց ուղարկել գնդակը Շեյկոյան Դունամալյանը մնաց գնդակով ամեն դեպքում, բայց կորուստ եղավ գնդակի Ատլետիկոյի 21 համարի կողմից Շեյկոյան Ատլետիկոյի դարպասը գրաված ֆուտբոլիստը Շեյկոյանը խոսքը հենց այդ առաջին խաղի մասին է Ղարիբյան բայց Քեյանն է այստեղ տիրել գնդակին Ղարիբյանը միջև վերջ պրեսինգի գնացել է եւ վաստակեց Թե չվաստակեց, կարծես թե վաստակեց անկյունին Ղարիբյան, այո, ձախ եզրից Ներողություն եւ Լուկյանչիկը դուրս կգա խաղադաշտ Ֆուտբոլիստով ընդգրկվել էր խորհրդանշական հավաքականում Ռեալ Մադրիդի կազմում իսկապես երկու խաղերում էլ Առաջին խաղում միանշանակ ավելի ընդգծված Լուկյանչիկը փայլուն ֆուտբոլ խաղաց եւ արժանիորեն ընդգրկվեց իհարկե խորհրդանշական հավաքականում Ձախ եզրից տեսնում ենք փոխանցում հեռացվեց գնդակը Լուկյանչիկ հետևեց Ղարիբյանի ուղղությամբ փոխանցում եւ հեռացված է գնդակը արվածից հետո Թոփալ Քարաջյան այսպիսի ակտիվություն է բերում Լուկյանչիկի իր հետ խաղ ճիշտ է Ղարիբյանը արվածեց այստեղ բայց Խաղանկերոջ փոխանցումից հետո միայն եզրային նետում
Առաջին խաղում էլ այս թիմերի միջև ոչ թե Չեմպիոնների լիգայի 4-րդ եզրափակիչ չի, այլ լիգայի փուլի ներողություն առասարակ դիմակայության առաջին խաղում շատ հաջող գործեց Լուկյանչիկը, բազմաթիվ պայեր ուներ, լավ էր բացվում, գնդակներ ստանում, Ազիզյան մտնում է Տուգանային հրապարակ եւ ցածրից փոխանցում, բայց Դունամալյանը չհասցրեց այսպես ասած բռնել գնդակը։ Դարված պայր, եզրային նետում կլինի, Ակուլյանն է նետելու եզրից։ Եվ Գևորքյանի մոտ է գնդակը։ Եվ տեսնենք Ակուլյան մտնում է Տուգանային հրապարակ եւ Գալստյանը հետ մղեց գնդակ, հիմա արդեն ֆիքսում է։ Արիբյանը վնասվածք ունի, առայժմ սպասում ենք։ Կարելի է կարգել գնդակը, ներողություն Գալստյան դեպի ձախ եզր, Պողոսյանն է այստեղ տիրում գնդակին։ Խիթարյան, պայել է գնդակի իր մոտ, փոխանցում առաջ։ Ֆարվաս դարպասից է լինելու։ Ասպարյան ուղարկեց գնդակը։ Քեյանին վերջնս դեպի Դունամալյանը փոխանցում կատարեց, Տոպալ Կարաջյան թողեց Լուկյանչիկին գնդակը եւ լավն էր այս փոխանցումը, հետևեց արված ոտքով է հեռացնում Գասպարյանն այստեղ գնդակը, իսկապես շատ լավ համագործակցություն էր, բայց հիմա պետք է արդեն պաշտպանվել Ատլետիկոյի այս գրոյի դեմ։ Սարգսյանն է ձախ եզրում, Պետրոսյանն է գնդակ խլում, խախտում չի տեսել մրցավարը, Դունամալյան դիմավորեց, Սարգսին դիմավորեց գնդակը եւ Ձախ եզրում է, հետևեց դեպի Սարգսյանը փոխանցում, վերջինս պայել է գնդակը իր մոտ, Ազիզյան հետևեց այստեղ հարված, բայց բարձր է ստացվում այս փորձը։ Խաղարկեց գնդակը։ Ռեալ Մադրիդը դեպի ձախ եզր փոխանցում եւ ֆորվոց այսպիսի հեռու տարածությունից Գեյանը փորձեց, բայց բնականաբար Գալստյանը թույլ չտվեց։ Կյանքի կոչել այն ինչ մտածել էր Ատլետիկոյի ֆուտբոլիստ, օդային փոխանցում, սա Գասպարյանի գնդակն է։ Դարպասապա հաջող տիրեց եւ Քեյանի հետ է խաղարկում կատարում։ Պետրոսյան աչ եզրում է, ուղարկեց Լուկյանչիկի ուղղությամբ գնդակը, բայց Ժորա Գևորքյանն է հաջող խլում կատարում այստեղ։ Թողեց գնդակը։ Քեյանին դեպի ձախ եզր փոխանցում։ Ազիզյան ուղարկեց գնդակը։ Սարգսյանին Ակուլյան դեպի կենտրոն է գնում, փոխանցում աչի եզր եւ ֆորվացի փորձ տեսանք այստեղ նրան Գևորքյանից։ Այս խաղի առայժմ միակ գոլ հեղինակի կատարմամբ եւս մեկ հարված տեսանք, բայց անդրադարձու անկյունային կլինի՝ ի տարբերություն նախորդ հարվածի։ Աչի եզրից հետևեց օդային փոխանցում, հեռացված է գնդակը, Տոպալ Կարաջյան, փոխանցում դեպի Լուկյանչիկը, բայց գնդակի կորուստ եղավ եւ Ատլետիկոյի ֆուտբոլիստները կփորձեն եւս մեկ գրո ձեռնարկել։ Սարգսյանը ձախ եզրում է եւ ինչ է մտածել, ուղարկեց գնդակը Դունամալյանին, փոխանցում դեպի աչի եզր, Հրանտ Գևորքյան Քեյանի հետ է խաղարկում գնդակ, օդային փոխանցում եւ այստեղ Շեկոյանը վերջին պահին հեռացրեց գնդակը։ Անկյունային է լինելու։
տեսնենք այս ստանդարտը ինչպես կստացվի, ընդունեց գնդակը Մամալյանը, բայց շարունակեց ստացվեց։ Ձախ եզրում է Լուկյան չկա, բայց Գևորգյանը հաջող խլում կատարեց։ Այս փոխանցում դեպի Գասպարյանը, Մխիթարյան, Շեկոյանն է այստեղ փորձում գնդակ խլել, ինչը ամբողջական չհաջողվեց ապահովել։ Աջ եզրից օթային փոխանցում արվածում է Դունամալյանը, բայց դիպուկ գտնվել չստացվեց։ Ներսիսյան աչ եզրում էր, եզրային նետում կտեսնենք, Ակուլյան պայել է գնդակ իր մոտ, դեպի Քեյանը գալիս է գնդակ աչ եզր, Ներսիսյան այստեղից փոխանցում տեսանք, Շեկոյանն է հեռացնում գնդակը ու եզրից նետում կլինի։ Դունամալյան ձախ եզրում է, հետևեց Սարգսյանից փոխանցում հեռացված է գնդակը, երկրորդ ալիքը Ատլետիկոյի գրոյի կտեսնենք, Գևորգյան դեպի կենտրոն, Գևորգյան ուղարկում է գնդակը աչ եզր, Ներսիսյան թողեց գնդակը, Ավդալյանին հետևում է փոխանցում, ամեն դեպքում Ռեալը շարունակում է հաջող պաշտպանվել, Ռեալը հասկանում է, որ որքան հնարավոր է քիչ է պետք գոլ բաց թողնել, եթե նույնիսկ պատասխանել չստացվի մրցակցին, ապա պետք է քիչ բաց թողնել, դա շատ կարևոր է։ Մենք խոսում ենք այս դիմակայության ընդամենը առաջին խաղի մասին։ Ակուլյան դեպի աչ եզր, Ներսիսյանը տիրում է գնդակին և Գալստյանը այստեղ վերցրեց։ Ակուլյան հետևեց փոխանցում այստեղ, Ավդալյան Տուգանային հրապարակում է և չստացվեց այդպես էլ դեպի դարպաս ուղարկել գնդակը։ Ռեալի ֆուտբոլիստները հաջող պաշտպանվեցին, Շեկոյան աչ եզրում հետևեց փոխանցում այստեղ առաջ, Գևորգյան պայել է գնդակ իր մոտ Հրանտ Գևորգյանը դեպի աչ եզր, բայց չստացվեց հաջող շարունակություն հաղորդել։ Գևորգյան տիրել է այստեղ գնդակին, շարժում է առաջ և պտտեցրեց գնդակը, բայց մենք չենք կարող ասել ինչ տեղի կունենար հետո, քանի որ Ղարիբյանը փակեց։ Ամեն դեպքում և ձախ եզրից անկյունային տեսնենք ինչպես կստացվի։ Հետևում է փոխանցում մի քանի անդրադարձ դարպասապատիրում է այստեղ գնդակին ամեն դեպքում։ Դեպի աչ եզր Մխիթարյանն է արագություն զարգացնում, բայց Գևորգյանը տիրեց գնդակին։ Քեյան։ Պետրոսյան դեպի աչ եզր փորձեց ուղարկել գնդակը, Ներսիսյան խլում կատարել արդեն և ձախ եզրում է։ Ներսիսյանը օթային փոխանցում հետևեց այստեղ ու դարպասապա Գալստյանը վերցնում է գնդակը Ղարիբյան դեպի Լուկյան Չիկը փոխանցում հետևեց Քեյան
Ավդալյանն է այստեղ տիրում գնդակին, դեպի Ակուլյանը փոխանցում է տվեց Աչիեզր եւ ինչ է մրցավարը որոշելու, անկյունային կլինի Աչիեզրից։ Հետևեց օթային փոխանցում Գալստյանն է ամեն դեպքում։ Տիրում գնդակին եւ դեպի ձախ եզր փոխանցում Թոփալ Քարաջյանը։ Պահել է գնդակ իր մոտ Դունամալյանից անդրադարձ, վերջինս Աչիեզրում է, թողեց գնդակը Ներսիսյանին։ Քեյան դեպի Գևորգյանը եւ Պետրոսյանի ուղղությամբ փոխանցում ձախ եզր։ Այստեղից գալիս է գնդակը Աչիեզր, ամեն դեպքում անցավ եւ Գալստյան դարպասապահ վերցնում է գնդակը։ Քեյան պահել է գնդակ իր մոտ։ Մամալյան եւ Լուկյանչիկ, տեսնենք ինչպես կստացվի Ռեալի այս գրոհը։ Վերջինս հարվածում է Սուրանկյունից, բայց շեղ ստացվեց այս սպորտը։ Գնդակը անցնում է Ատլետիկոյին։ Խաղարկեց գնդակը Ատլետիկոն դեպի ձախ եզր փոխանցում Պետրոսյանը փորձեց արձագանքել այստեղ Գալստյանն է տիրել գնդակին դեպի Աչիեզր փոխանցում Շեկոյան պահել է գնդակ իր մոտ Ռեալի ֆուտբոլիստ եւ կատարեց փոքրինչ օթային փոխանցում առաջ Ակուլյանն ընդհատեց Պետրոսյան ձախ եզրում թողնում է գնդակը Ակուլյանին եւ այստեղից դեպի Քեյանը եկավ գնդակը Դունամալյան ուղարկում է Ներսիսյանին Աչիեզր անդրադարձ այստեղ եւ անկյունայինի ենք ականատես լինելու տեսնենք Ատլետիկո Մադրիդը ինչպես այն կիրացնի մոտենում է այս խաղակեսի ավարտը բարեկամներ 1.5 րոպե է մնում Եվ Աչիեզրից փոխանցում Պողոսյան, ձեռքին դիպչեց գնդակը, բայց դա 11 մետրանոց չէր ըստ մրցավարի, ամեն դեպքում եւ այո, այդպիսի տպավորություն իսկապես կար։ Եվ եւս մեկ անկյունային կլինի, այո, Ատլետիկոն էլ այսպես իներցիայով պահանջեց մրցավարից, բայց ոչ ավելին։ Ներսիսյանի կողմից տեսնում ենք փոխանցում, Գալստյանը հեռացրեց գնդակը, Քեյան Հարված այստեղ լավ գոլ կլիներ եւ եւս մեկ անկյունային Ատլետիկոն ուղղակի չի հեռանում մրցակցի պաշտպանությունից անդադար գրոներ ինտենսիվ գրոներ Ռեալն էլ լավ է պաշտպանվում ընդամենը մեկն են բաց թողել Գևորգյանից խաղակեսի սկզբնամասում եւ համբերատար պաշտպանվում են առայժմ շատ ուշադիր եւ սպասում են իրենց շանսին Հետևեց օթային փոխանցում, Ակուլյանը տիրում է գնդակին, բայց Թոփալ Քարաջյանը ընդհատեց եւ Պողոսյանն է ձախ եզրում Արիբյանը։ Իրականում ավելի լավ կլիներ, որ մրցավարը սուր էր այստեղ եւ նշանակեր։ Արված դարպասից կլինի։ Խոսքը այնտեղ Թոփալ Քարաջյանի հետ պայքարում խաղացման մասին է, բայց վերջ խաղակեսն ավարտվում է բարեկամներ, կարճ դադար եւ մենք կվերադառնանք։
Բարեկամներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Ատլետիկո Մադրիդ, Ռեալ Մադրիդ դիմակայությանը, Չեմպիոնների լիգայի 4-րդ եզրափակիչ, երկրորդ քաղաքես, օթային փոխանցում ենք տեսնում, Թոփալ Քարաջյան ընթացքից արված, բայց ստացվեց այստեղ դիպուկ գտնվել։ Գասպարյան ուղարկեց գնդակը Ռևազյանին աչքի եզր։ Գևորգյանը Սարգսյանին է ուղարկում գնդակը, տեսնենք այս գրոհ ինչպես կստացվի, Դունամալյան դեպի ձախ եզր, Ռեալի ֆուտբոլիստերն են գնդակ քնում, Ղարիբյան, դեպի աչքի եզր փորձեց ուղարկել, եզրային նետում կլինի, Սարգսյանը պայել է գնդակը ձախ եզրում իր մոտ, Քեյանի հետ է խաղարկում, և օթային փոխանցում, Պետրոսյան և Հորվոց այստեղ ու Գալստյանը ֆոնտաստիկ սեյվ է կատարում, բրավո դարպասապային իհարկե, և Ատլետիկոյի ֆիրմային գրոն էր սա, իհարկե այս ճանապարհով Մոնակոյին ևս գոլ խփեցին, այստեղ ամեն դեպքում աչքի չընկան, բայց շատ լավ գրոհ էր, Գալստյանի սեյվն էլ իհարկե գեղեցկացրեց, երևի թե մասնակից այս գրոհի դարձավ Գալստյանը, կարելի այդպես ասել, քանի որ այստեղ կոմբինացիան շատ գեղեցիկ էր, միայն հարվածի մասին չէ խոսքը, կոմբինացիան էր գեղեցիկ, հիշվող եւ Գալստյանի սեյվը բնականաբար համեմունք կարելի ասել տվեց այս ամենին։ Ռևազյան Լուկյանչիկը գնացել է պրեսինգի, ով սպասում է լավ փոխանցման, իհարկե մրցակցի պաշտպանությունում։ Ռևազյան դեպի Ազիզյանը և գալիս է գնդակը Սարգսյանին ձախ եզր և Պետրոսյանի ուղղությամբ ենք փոխանցում տեսնում, Գալստյան կտիրի գնդակին դարպասապա։ Այո, հաճախ նաև բախտի գործոնն է աշխատում, Ռեալի պաշտպանվելու մասին է խոսքը, հաճախ հակիորեն աշխատում է, բայց դա էլ է պետք, առանց դրա չի կարող լինել, իհարկե։ Գասպարյանն է գնդակով փոխանցում դեպի Գևորգյանը ձախ եզր, Քեյան, պայել է գնդակ իր մոտ, Քեյանը Դունամալյանին փոխանցեց և Ղարիբյան այստեղ ուղարկում է գնդակը ձախ եզր, Թոփալ Քարաջյան, Պետրոսյան դեպի Ղարիբյանը և գալիս է գնդակն աչքի եզր, բայց Գևորգյանն այստեղ փակեց մրցակցի ճանապարհը, դեպի աչքի եզր փոխանցում Պետրոսյան, Պետ փոխանցում ենք տեսնում դեպի Ռևազյանը, վերջինս կատարեց փոխանցում դեպի ձախ եզր, Շեկոյանն է անդրադարձ կատարում և կգա գնդակը Լուկյանչիկին, միայնակ է, բայց հասցրեց հարվածել, Ռևազյանն է փակում այս հարվածի ճանապարհը, Քեյան, Ատլետիկոյի համար հերթական գրոհը կզարգացնի, դեպի Պետրոսյանն աչքի եզր, Ռևազյանն է տիրում այստեղ գնդակին, պրեսինգ կա Լուկյանչիկից և գնդակի խլում ստացվեց կատարել, բայց Ռևազյանը ներողություն ամեն դեպքում վերադարձնում է գնդակը, կփորձի առաջ շարժվել, Պետրոսյանն էլ էր գնացել պրեսինգի, բայց այդպես էլ գնդակ խլել չստացվեց, Դունամալյան, հետևեց դեպի մրցակցի պաշտպանություն, փոխանցում Ղարիբյանն է, տիրում գնդակին այստեղ Ռեալ Մադրիդից և դեպի Պետրոսյանը աչքի եզր հետևեց ավելի փոխանցում, հետևենք այս գրոհին, բայց ոչ, գնդակի կորուստը եղավ, կորցրեց նաև Ատլետիկոն, Մխիթարյանը շտապում է այստեղ, միանգամից Ատլետիկոն էլ գնդակը վերադարձրեց մրցակցի այս գործողությունից հետո։ Դեպի աչքի եզր հետևեց փոխանցում, Պետրոսյանն այստեղ հասնում է գնդակին, Թոփալ Քարաջյան հաջող խլում էր և դեպի Շեկոյանը փոխանցում, բայց գնդակի կորուստ եղավ, Ատլետիկոն նորից գրոհ կձեռնարկի, Ժոռա Գևորգյան ուղարկում է գնդակը
Ձախեզր Սարգսյանի ուղղությամբ, Ղարիբյանը գնացել է միջև վերջ պրեսինգի, Ազիզյան հետ փոխանցում եւ սա սխալ փոխանցում է Լուկյանչիկ, շատ լավ զգաց այստեղ Ղարիբյանին ու Գասպարյան։ Հրաշալի սեյվ էր դարպասապայի կողմից, շատ լավ պահ Ռեալ Մադրիդի համար, բայց չստացվեց գոլ խփել։ Գալիս է գնդակ Նաչիեզր, Պետրոսյանն է այստեղ արդեն ու այս անգամ արվածի փորձ կատարեց, հիմա օթային փոխանցում, Տունամալյանը ինքն իր շենը այսպես շփոթեցրեց, շրջադարձ արված փորձեց, հասկացավ հնարավոր չէ, գնդակը շատ բարձր է, շրջադարձ արվածի համար եւ գնդակի կորուստ եղավ։ Շեկոյան Աչիեզրում է օթային փոխանցում, պետք է իրականում այսպիսի շանսերից օգտվել, խոսքը Ռեալի մասին է։ Հաջորդ անգամ անպայման պետք է օգտվել, եթե լինի այդ շանսը, հաջորդ անգամ։ Ինչպես նկատեցինք կամ եթե լսեցիք, Ռևազյանը պահանջեց այլևս հետ փոխանցումներ չկատարել։ Իհարկե դա ընդհանրապես չեն կարող բացառել Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց կարող են քչացնել, քանի որ մի քանի անգամ արդեն սխալվեցին։ Հետևում է արվածի փորձ այստեղ Քեյանը, արվածեց այնպես չէ որ հենց այսպիսի կերպ սխալվեցին այդ փոխանցելիս, բայց մի քանի կարելի ասել դեպք եղել է։ Պողոսյան ներողություն դեպի Թոփալ Քարաջյանը փոխանցում, գալիս է գնդակը Լուկյանչիկին, Պետրոսյան եւ տարածություն կա, տեսնենք ինչպես կգրոյի Ռեալը, Աչիեզր է տանում գնդակը Պետրոսյանը, բայց չգնաց Մխիթարյանը, բայց դարպասից կլինի։ Ռևազյանն է այստեղ գնդակով։ Եվ դեպի Աչիեզր Պետրոսյան, պահել է գնդակ իր մոտ, թողնում է խաղանկերոջը Քեյան, Դունամալյան, Քեյան։ Գալիս է գնդակը Ձախեզր, Ժորա Գևորգյանն է արդեն այստեղ։ Մխիթարյանը փորձում է փակել եւ խախտում է արձանագրում մրցավարը Լուկյանչիկի կողմից այստեղ Սարգսյանի հետ պայքարում։ Եվ տեսնենք ներողություն այս փորձը ինչպես կստացվի, պատնիր վրա է ընդունում Քեյան, ուղարկեց Պետրոսյանին գնդակը եւ օթային փոխանցում Ղարիբյան, անդրադարձ Պետրոսյանն է տիրում գնդակին, Լուկյանչիկը նաեւ ստիպում է խաղանկերներին ավելի ակտիվ լինել, այո, լավ հարձակվող է, իսկապես Ռեալը հարձակման գծում լավ ֆուտբոլիստ ունի, իդեմս Լուկյանչիկի, ով ոչ միայն գրոելիս է թիմին օգտակար, այլ նաև պաշտպանվելիս, ճիշտ է քիչ առաջ Տուգանային բերեց իր թիմի դարպասին, բայց ամեն դեպքում նաև հաճախ պրեսինգով օգնում է գնդակ խլել մրցակցից Քեյան, փոխանցում դեպի Աչիեզր, նորից Պետրոսյան, ով Աչիեզրից շատ լավ է միանում թիմի գրոներին, պահել է գնդակ իր մոտ, հետ փոխանցում դեպի Քեյանը, գալիս է գնդակը Ձախեզր, բայց գնդակի կորուստ եղավ Ատլետիկոյի կողմից, եզրից կնետեն Ռեալի ֆուտբոլիստները։ Ղարիբյան հետևեց փոխանցում այստեղ առաջ, Ազիզյան ուղարկում է գնդակը Աչիեզր, Պետրոսյանի ուղղությամբ եւ օթային փոխանցում ցատկեց Դունամալյանը, բայց արձագանքել այս գնդակին չստացվեց։
Շեկոյանն է պատրաստում գնդակը խաղի մեջ մտցնել, հետևեց Սոթային փոխանցում առաջ, արձագանքում է Սարգսյանն այստեղ գնդակին, Ղարիբյան, եզրում է Ղարիբյանը և խաղաղտում չէր տեսել, մրցավարն այստեղ թույլ է տալիս շարունակել պայքար, Ազիզյան դեպի Աչիեզր, Պետրոսյան և Թոփալ Քարաջյանն է գնդակի խլում կատարում։ Փոխանցում դեպի Ժոռա Գևորգյանն այստեղ, Լուկյանչիկներ գնացել պրեսինգի, Մխիթարյան դեպի Լուկյանչիկը փոխանցում հետևեց, վերջինս մնաց գնդակով և հարվածեց անդրադարձ ու Ռեալը կարողանում է հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Այսպիսի իրավիճակ ինքնագոլ, որը ամեն դեպքում մադրիդցիների օգտին էր 1-1 բարեկամներ Ատլետիկոն բաց է թողնում, այդքան է լավ հարված չէր, բայց որքան կարևոր է նաև բախտը ֆուտբոլում։ Հենց այդպիսի իրավիճակներից էր Գասպարյանը իհարկե շատ հանգիստ այս գնդակը հետ կմղեր, եթե գար այնտեղ, որտեղ գնացել էր դարպասապահ, բայց սա ֆուտբոլ է իհարկե, ոչ պարտադիր սխալ է սա իհարկե, քանի որ Ատլետիկոյի պաշտպանն էլ փակում էր հարվածը, այնպես չէ որ կարող ես անդրադարձը ներողություն կառավարել, սա բախտի խնդիրն էր, որը մենք տեսանք, որ Ատլետիկոյի դեմ էր այս դրվագում և շատ կարևոր գնդակ Ռեալ Մադրիդի համար, 1-1 հաշիվ, ներողություն և այո, այս խաղում ես արդեն խոսել էի Ռեալի մարզական բախտի մասին, իսկապես այն կա տարբեր դրվագներում, մի կողմ դնենք լավ պաշտպանությունը, դա անկասկած այդպես է բնականաբար, եթե Ատլետիկոյի հետ այսքան լավ չպաշտպանվես 1-0 հաշիվ չէր լինի, այլ լրիվ այլ տարբերություն կլիներ, բայց բախտն էլ իհարկե իր տեղն ունի Քեյան, ձախ եզրում է, փորձում է գնալ առաջ, թողեց գնդակը, թաղանքերոջը Դունամալյանն է, ձախ եզրում, տեսնենք ինչ շարունակություն է մտածել, Շեկոյանը փակում է մրցակցին և խաղաղտում չէր տեսել մրցավարն այստեղ, բայց բրավո Սարգսյանին չցանկացավ շարունակել դրվագը, հաշվի առնելով, որ Շեկոյանը հայտնվել է խոտածածկին։ Հետևեց փոխանցում այստեղ առաջ, Պետրոսյան, Թոփալ Քարաջյան և Ժոռա Գևորգյանին է գնդակը հասնում, դեպի Աչիեզր փոխանցում Պետրոսյանը։ Կշարժվի առաջ, Ազիզյան պահեց գնդակը և Պետրոսյան հաջող խլում էր դեպի ձախ եզր փոխանցում, Թոփալ Քարաջյանը հասավ այստեղ գնդակին, Լուկյանչիկի հետ է փորձում խաղարկել և Քեյանին հասավ գնդակը, Ատլետիկոն կփորձի գնալ առաջ, դեպի Աչիեզր փոխանցում այստեղ փոխանցում առաջ, բայց Դունամալյանին չէր կարող հասնել այս գնդակը։ Ձախ եզրում է գնդակը, տեսնենք ինչպես կգրոյի Ատլետիկոն, Ղարիբյան, Աչիեզրում պահել է գնդակը, թողեց խաղանքերոջը, Ղարիբյան, ուղարկեց գնդակը Լուկյանչիկի ուղղությամբ, Աչիեզրից հետևեց փոխանցում, Ռևազյանն է հեռացնում և ուղարկում Աչիեզր գնդակը, Գևորգյանը կփորձի առաջին հասնել այստեղ, Պետրոսյան,
Եզրից է նետում Ռեալը Թոփալ Քարաջյան Օթայի փոխանցում Ղարիբյանը ասրեց այստեղ Լուկյանչիկ եւ Գոսպորյանը ոտքով է հեռացնում Թոփալ Քարաջյան տիրեց գնդակին այստեղ շոտով փոխանցում էր Ղարիբյանից իսկապես Խիթարյան Ակուլյանն է գնդակ խլում խախտում մրցավարը ցույց տվեց որ չկա գնդակին է շփում Ակուլյանի դա նաեւ ժեստով ցույց տվեց մրցավարը եւ դեպի Աչիեզեր փոխանցում Հրանտ Գևորգյան Այլ է գնդակը այս դիմակայությունում Ատլետիկոյի գոլի հեղինակն է Գևորգյանը եւ Աչիեզրում է Շեկոյանն է դիմավորել մրցակցին երկու շատ բարդ պաշտպաններ Ակուլյան Գևորգյան պահեց գնդակը առայժմ իր մոտ Աչիեզրից Օթային փոխանցում եւ Գալստյան այստեղ Վարկում է առաջ գնդակը Ռևազյան դեպի Քեյանը Ֆակուլյան այստեղ Բողոսյանն է հեռացնում Խաղարկվեց գնդակը ձախ եզրում է Եվ հետևեց փոխանցում այստեղ թույլ է տալիս մրցավարը շարունակել խաղը գնդակը դուրս չէր եկել դաշտի դիմային գծից Ռևազյան Քեյանն է արդեն այստեղ դեպի ձախ եզր փոխանցում Ակուլյան Ղարիբյանին է հասնում գնդակը վերջինս հանեց դաշտի սահմաններից դուրս գնդակը Քեյան դեպի Աչիեզր փոխանցում Թողեց Ռևազյանը գնդակը Քեյանին ձախ եզր է ուղարկում Ատլետիկոյի ֆուտբոլիստը Ավդալյան եւ Օթային տեղափոխություն եզրային առումով դեպի Աչիեզր Ռևազյան Գործեց թողնել գնդակը Ակուլյանին, բայց չստացվեց այս համագործակցությունը Պետրոսյանն է փոխանցում կատարում Ժորա Գևորգյան ուղարկեց գնդակը Աչիեզր Ռևազյան Քեյանը պահել է գնդակը իր մոտ Ղարիբյանը ամեն դեպքում հաջող խլում էր այստեղ մեկը մեկի հետ պայքար հաջող անցում Ղարիբյանը մնացել է գնդակով եւ կենտրոնում է հետևեց այստեղից հարված բայց շեղը ստացում այս փորձը Ակուլյան պահել է գնդակը իր մոտ Շարժում է առաջ ուղարկեց գնդակը Աչիեզր Ռևազյան հետևում է փոխանցում անդրադարձ տեսանք Շեկոյան անում է գնդակը Տուգանային հրապարակից եւ Թոփալ Քարաջյանն առաջ ուղարկեց գնդակը բայց Գասպարյանին այն բաժին հասնում եկեք նաեւ առանձին նշենք Ատլետիկոյի դարպասապայի փայլուն խաղը առանց որի այս հաշիվը չէր լինի իսկապես Գասպարյանը շատ կարեւոր սեյվեր կատարել շատ բարդ գնդակներ հեռացրեց Ակուլյան եւ վարված Գալստյան այստեղ հասցրեց վերցնել գնդակը Թոփալ Քարաջյան Ռեալն է գնում առաջ դեպի Մխիթարյանը փոխանցում հետևեց շատ լավ տեսք ունի Ռեալը այս խաղում Լուկյանչիկ պատասխան փոխանցումը Պետրոսյան եւ տեսնենք ինչպես կստացվի Ռևազյանը դիմավորեց մրցակցին խլեց գնդակը եւ Գևորգյանի ուղղությամբ ներողություն Աչիեզր փոխանցում ու գնում է առաջ Գևորգյանը Պողոսյանը դիմավորեց մրցակցին, հետևում է Օթային փոխանցում եւ Գալստյան Ռեալը կարողանում է այս գրոներին դիմադրել Կարդում են արդեն մրցակցի գործողությունները Աչիեզրից չի ստացվում արդեն Քեյան Վերադարձրեց գնդակը փոխանցում դեպի Ազիզյանը եւ Ղարիբյան շատ հաջող խլում է մեկը մեկի հետ պայքարում Շեկոյան փոխանցում առաջ Ազիզյանը ընդհատեց եւ տիրել է գնդակին ձախ եզրում ու Ղարիբյան հաջող գնդակի խլում էր եւ առաջ կգնա Ռեալը Լուկյանչիկ պատասխան փոխանցումն ուղարկեց եւ սա խախտում էր իհարկե ինչպես նաեւ դեղին քարտ բնականաբար Ավդալյանի
Կա մրցավարի Սուրիչը Ղարիբյան հետևեց Հորվոցի փորձ Լուկյանչիկ գոլ 2-1 Ռեալ Մադրիդը առաջ է անցնում հաշվի մեջ նույն սցենարն է պարզապես հակառակ թիմերի մոտ առաջին խաղում էլ դեռ լիգայի փուլում Ատլետիկոն 2-1 դարձրեց հաշիվը 0-1 պարտվելուց եւ հիմա նույնը Ռեալն է անում նրանք էին պարտվում 0-1 հաշվով եւ 2 գնդակ կարողացան խփել հիմա էլ Լուկյանչիկն է աչքի ընկնում դեռ առաջին հարվածն էր շատ վտանգավոր Դարպասաձողին դիպչեց գնդակը եւ այսպիսի շրջադարձ բարեկամներ այս խաղում։ Ատլետիկոն անդադար գրովում էր դեռ առաջին խաղակեսի առաջին րոպեից սկսած, բայց Ռեալի համբերատար պաշտպանությունը ամեն դեպքում իր պտուղները տալիս է 2-1 հաշիվ ու տեսնենք մնացած ընթացքը ինչպես կստացվի։ Շատ բարդ մրցակից է Ռեալը, դա մենք արդեն հասկանում ենք։ Իսկապես ամուր են եւ այսպիսի մրցակիցներին նույնիսկ հաղթել չեմ ասում, այսպիսի մրցակիցների դեմ խաղալն անգամ դժվար է։ Դեպի ձախ եզր եկավ գնդակը, հետևում է օթային փոխանցում Ռևազյան։ Հիմա ավելի քան վստահ տեսք կունենա Ռեալը, իհարկե, հատկապես պաշտպանությունում Գևորգյան օթային փոխանցում Մխիթարյանը հեռացնում է գնդակը, բայց պետք է հասկանալ, որ սա դեռ առաջին խաղն է, բացի դրանից այս խաղի համար դեռ մենք որոշակի ժամանակ ունենք։ Քեյան Բայել է գնդակը, միմյանց շատ լավ են հուշում Ռեալի ֆուտբոլիստները ինչ պետք է անել, ինչ չպետք է անել պաշտպանվելիս, ում պետք է փակել դեպի ձախ եզր ու տեսնենք Շեկոյանն հեռացնում գնդակը Մխիթարյան տիրեց գնդակին, աջ եզրում Շեկոյանի ուղղությամբ փոխանցում եւ եզրային նետում կլինի Եկավ գնդակը Ղարիբյանին աջ եզր, օթային փոխանցում, Պետրոսյանը շեղում է գնդակի ուղղությունը, Գևորգյան Անդրադարձ, այստեղ եզրային նետում կլինի Պետրոսյան Անդրադարձ, այստեղ եզրային նետում կլինի Տոպալ Կարաջյանն է ձախ եզրում, Ակուլյանը գնդակ խլեց այստեղ, փորձում է միայնակ էլ առաջ շարժվել, ուղարկեց Դունամալյանին գնդակը, Ավդալյան և դեպի Քեյանը փոխանցում հետևեց, տիպիկ մադրիդյան դերբի է, այսպես ասեմ, Ռեալ Մադրիդ, Ատլետիկո Մադրիդ, հետաքրքիր զարգացումներով, Ներսիսյան և ձախ եզրից փորձ, բայց չստացվեց այստեղ, հարված դարպասից կլինի Եվ Ատլետիկոն իդեպ մոտենում է իր առաջին պարտությանը, միջև այս պահը Ատլետիկոն ոչ մի պարտություն չունի Չեմպիոնների լիգայում, նույնիսկ Մոնակոյի հետ երկրորդ խաղում մոտ էին առաջին պարտությունը, բայց չկրեցին, այստեղ դիմակայության հարցը չէ, առանձին խաղ է դա դիտարկվում որպես եւ կարող էր Ատլետիկոն պարտվել, չպարտվեցին, 4-4 հաշվով ոչ ոքի ավարտվեց երկրորդ խաղը Եվ հիմա պարտվում են 1-2 հաշվով Ակուլյան, ծածրից փոխանցում, Գալստյանը հեռացրեց գնդակը, Քեյան աջ եզրից ևս մեկ փոխանցում, Ղարիբյանը հանում է գնդակը Տուգանային հրապարակից, Պետրոսյան ավելի հեռու ուղարկեց, հանեց սեփական կիսադաշտից գնդակը, բայց ընդամենը վարկյան պահանջվեց Գևորգյանին հետ վերադարձնել գնդակը Ռեալի կիսադաշտ, Ներսիսյան ձախ եզրում Եվ Տոպալ Կարաջյան հաջող գնդակի խլում էր Դեպի աջ եզր փոխանցում Մխիթարյանը կփորձի առաջ գնալ, բայց միայնակ է ու այստեղ ոչինչ չկար, կարծես թե այո, ոչինչ չկար, մրցավարը պարզապես սուլեց Մխիթարյանի վիճակը հասկանալու համար, բայց վնասվածք չկար, խախտում այստեղ Քեյանի հետ պայքարում Ներսիսյան Ուղարկում է գնդակը Գևորգյանին աջ եզր և արդեն ավարտին է մոտենում հիմնական ժամանակը, հետաքրքիր է որքան է ավելացնելու մրցավարը, հարված դարպասից կլինի։ Այո, նաև որոշակի Ռեալը ճանաչում է մրցակցին, Ատլետիկոյի գրոները տեսել են, զգացել են, ինչպես է գրովում Ատլետիկոն և այսօր հատկապես երկրորդ խաղակեսում իսկապես շատ լավ են փակում։ Ավդալյան, ձախ եզրում է, պահել է գնդակը առայժմ իր մոտ, հետևեց փոխանցում և արված դարպասից կլինի։ Ուղղակի կատարյալ պաշտպանություն է Ատլետիկոն
Կատարյալ պաշտպանության է Ատլետիկոն հանդիպում այս հատվածում, այս ժամանակահատվածում, հատկապես երկրորդ գոլից հետո, իհարկե գոլը ավելի մեծ վստահություն է տալիս։ Լուկյանչիկ, օդային փոխանցում, Պետրոսյան, տիրեց գնդակին, բայց հեռացված է գնդակը, Թոփալ Կարաջյանն է փորձում այստեղ։ Ակուլյան, պայել է գնդակը իր մոտ եւ դեպի ձախ եզր փոխանցում, Տունամալյան փորձեց պայել գնդակը, բայց չի հաջողվում։ Եվ վնասվածք ունի Մխիթարյանը, պետք է սպասել։ Թոփալ Կարաջյան ձախ եզրում է, հետևեց փոխանցում դեպի Մխիթարյանը, Ներսիսյանն է այստեղ արձագանքում։ Թվաց մրցավարը խաղն է ավարտում, բայց ոչ։ Զարմանալի կլիներ իհարկե, եթե հիմա ավարտեր Շակոլյան, Թոփալ Կարաջյան փոխանցում եւ Դունամալյանն է այստեղ։ Տիրում գնդակին դեպի աջ եզր ուղարկեց Գևորգյան, հետևում է անկյունակցով դեպի Քեյանը փոխանցում։ Ակուլյան եւ ֆորված այստեղ եւս մեկ փորձ Գոլեստյանը հեռացնում է վերջում գնդակը, անկյունային կլինի։ Ատամներով փորձում է պահել Ռեալ այս հաշիվը, իհարկե սա շատ լավ առավելություն կլինի, հավատացեք, երկրորդ խաղից առաջ եւ իրական շանսեր են արթնանում բնականաբար։ Եվ կարտանա Ռեալի մոտ, եթե այսօր ստացի պահել այս հաշիվը։ Այո, ռևանշը մասամբ կայանում է, երևի թե ձախ եզրից օդային փոխանցում, բայց չստացվեց այս արվածը։ Եզրային նետում կլինի։ Մեկ անպարտելի թիմ ամեն դեպքում ունենք։ Երկու անպարտելի թիմ ավելի ճիշտ։ City Atletico եւ այս խաղից հետո կարող է մնալ միայն City-ն։ Որպես անպարտելի թիմ։ Հետում է եզրից Գևորգյանը, դեպի Ներսիսյանը փոխանցում, Քեյան, պահեց գնդակ իր մոտ, և ուղարկում է ձախ եզր գնդակը, բայց չստացվեց այստեղ Մխիթարյան և հեռացված է։ Եվ վերջ բարեկամներ, բրավո Ռեալ Մադրիդին, քամբեք են կատարում մրցաշարի ֆավորիտներից մեկի հետ, առաջին խաղում հաղթում է Ռեալ Ատլետիկոին 2-1 հաշվով, 0-1-ից ընդվորում և այս խաղից հետո պետք է նշել, որ մեկ անպարտելի թիմ ունենք մրցաշարում և դա Մանչեսթեր Սիթին է, Ատլետիկոն ևս արդեն մեկ պարտություն ամեն դեպքում ունեցավ։ Հետաքրքիր ու ստացված խաղեր իհարկե բարեկամներ, Չեմպիոնների լիգայի էջը փակվում է մեզ մոտ, բայց ընկերական հանդիպում ունենք հաջորդիվ, այնպես որ կվերադառնանք քիչ անց։